Թադևոս Ավետիսյան։ Հարգելի հայրենակիցներ, դեռևս նախորդ տարվա հոկտեմբերին այս ամբիոնից բարձրաձայնել եմ սահմանամերձ համայնքներում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի խնդիրները։ Ի դեպ, այս իշխանության օրոք պետական աջակցության ցանկացած ծրագրից մաքրում է պոպուլիզմը եւ միանգամից ակնհայտ են դառնում դրա անհասցե բնույթը, պետական միջոցների փոշիացման փաստերը, դրված նպատակի եւ աջակցության հիմնական բովանդակության անհամապատասխանությունը։ Այս ծրագիրն էլ հենց այս հիմնական պատճառներով նախորդ տարվա կեսից կասեցվեց, չնայած որ կառավարության որոշմամբ նախատեսված էր ծրագիրն իրականացնել առնվազն մինչև 2025 թվականի ավարտը, բազմապատկել շահառուների թիվը եւ այսպես շարունակ։ Սահմանամերձ գյուղական բնակավայրերում սեփական հող կամ կիսակառույց շինություն ունեցող քաղաքացիները հնարավորություն ունեն կառուցելու տուն մինչև 16 միլիոն դրամի չափով հիպոթեկային վարկավորմամբ, որի մայր գումարը եւ տոկոսները պիտի վճարվի պետական աջակցությամբ պետական բյուջեից։ Ծրագրի խնդիրները մնում են չլուծված եւ ակնհայտ էին ի սկզբանե։ Ծրագրի իրականացման կարգում նախատեսված չեն աջակցության հիմնական նպատակից բխող շահառուների ներգրավման օբյեկտիվ առաջնահերթությունները։ Հետևաբար ծրագրի առաջնային շահառուները չեն կարողանում ստանալ պետական աջակցությունը։ Փոխարենը պարզվում է, որ ծրագրից օգտվում են այդ աջակցության կարիքը չունեցող եւ դրված նպատակին չհամապատասխանող քաղաքացիները։ Նախորդ անգամ բերել էի Սյունիքի մարզի սահմանամերձ Խոտ գյուղի բնակչի օրինակը։ Նա իր ծննդավայր գյուղում ունի տնամերձ հողատարածք, նախկին զինծառայող է, ներկայումս չի աշխատում առողջական խնդիրներից ելնելով, ունի անչափահաս 2 երեխաներ, ընտանիքը սոցիալապես անապահով է եւ բնակվում են Վարձով։ Եվ այս քաղաքացուն, որը դասական իմաստով պիտի լիներ հենց այս ծրագրի շահառու, մերժել են ներգրավել ծրագրում։ Օրերս էլ մեր խմբակցության գործընկերների հետ այցելեցի Եղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր։ Այս անգամ էլ Սոտք գյուղի բնակիչներն էին օբյեկտիվորեն եւ զայրացած բարձրաձայնում, որ չեն կարողացել օգտվել այս ծրագրից։ Իսկ ծրագրի աջակցությամբ գյուղում կառուցվող տների գերակշիռ մասը դառնալու են ամառանոցներ սեփականատերերի համար, որոնք ոչ միայն այդ համայնքի բնակիչներ չեն, սոցիալապես անապահով չեն, այլ նաև ըստ գյուղացիների տեղեկության նրանցից որոշները հանդիսանում են մարզպետարանի աշխատողներ կամ սերտ կապի մեջ են տարբեր պետական ու տարածքային կառավարման մարմինների պատասխանատուների հետ։ Ինչ է ստացվում, այս իշխանությունը թոշակ եւ նպաստ չի բարձրացնում, փոքր բիզնեսի հարկային բեռը կրկնապատկում է, նաև հիմնավորելով իբր թե դրա փոխարեն սահմանամերձ բնակավայրերում են իրականացնում պետական ծրագրեր։ Իրականում սահմանամերձ բնակավայրերի թոշակառուների եւ անապահով ընտանիքների սոցիալական խնդիրները խորանում են, իսկ սեփական միկրոբիզնեսով գոյատևող քաղաքացիների հարկային բեռը կրկնապատկվում է այն նպատակով, որ ճարպիկ, նյութապես ապահովված, ինչու ոչ օրվա իշխանավոր հանդիսացող կամ նրանց հետ սերտ կապի մեջ գտնվող որոշ քաղաքացիներ կառուցեն այդ բնակավայրերում ամառանոց պետական ֆինանսական միջոցներով։ Շնորհակալություն Արմեն Գյուղեղյան։